Հարգելի գործընկերներ, նորից շնորհակալություն եմ հայտնում, որ այսօր այստեղ եք։ Այսօրվա մեր քննարկման օրակարգը վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձություններն են կապված փաստաբանների նկատմամբ իրականացված ոտաձգություններին, դրա հետ կապված փաստաբանների պալատի արձագանքը։ Մենք ասուլիսը կվարենք պարոն Զոհրաբյանի հետ եւ պարոն Հարությունյանի հետ, որոնք նաեւ Ամիջական մասնակցում են պաշտպանական գործողություններին եւ թիրախային այդ հարցերին։ Ուզում եմ հիշեցնեմ, որ առաջի խնդիրը դուրը ծածկեք, խնդրում եմ։ Առաջի խնդիրը կապված է հայտնի, ուրեմն քրեական գործերի շրջանակներում հոգեվորականների պաշտպանության հետ կապված գործողություններին, երբ որ պաշտպանները իրենց մասնագիտական գործունեության կապակցությամբ փորձում են իրականացնել փաստաբանական գործունեություն, սակայն ուրեմն վարույթը իրականացնող մարմնի գործողությունների արդյունքում հնարավորություն չունեն տեսակցելու իրենց վստահորդներին, հնարավորություն չունեն իրականացնելու իրենց մասնագիտական գործունեությունը։ Իսկ որոշ դեպքում նաև վստահորդներից մեկը անհայտ էր գտնվելու վայրը եւ որևէ կերպ հնարավոր չէր ուրեմն պարզել այդ հանգամանքը։ Ես ուզում եմ տեղեկացնեմ, որ սա ուղղակի միջամտություն է փաստաբանական գործունեությանը եւ ուղղակի խոչընդոտում է փաստաբանի մասնագիտական աշխատանքը։ Հաջորդ դեպքը կապված էր փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ կիրառված ուրեմն անհամաչափ միջոցներին գրառման կապակցությամբ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը համապատասխան գրառում էր կատարել սոցիալական ցանցերում։ Իդեպ նախորոք ասեմ, որ այդ գրառման գնահատականը չեմ ուզում տալ, քանզի նաև այս պահին իրականացվում է կոնկրետ դատական process-ի մեջ են գտնում եւ իրավական պաշտպանություն եւ անկեղծ անձնական կարծիքս կասեմ, բնականաբար ողջունելի չի եւ ուրեմն տեղին չէ նմանատիպ գրառումներ կատարելը փաստաբանին։ Սակայն հարցը դա չէր, հարցը այն էր, թե այդ ենթադրյալ արարքի կապակցությամբ իրավապահ մարմինների արձագանքը ինչպիսին էր։ Ձերբակալման ժամանակ Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ կիրառում են անհամաչափ միջոցներ, խոզարկություն է իրականացվում ուրեմն իր փաստաբանական գրասենյակում, արգրավում են էլեկտրոնային կրիչներ եւ անձնական համակարգիչ եւ հեռախոս։ Սա անթույլատրելի երևույթ է եւ մենք դուք գիտեք, որ նաեւ արկա իրավակարգավորումներով եւ միջազգային պրակտիկով արգելվում է արգրավել փաստաբանի անձնական կրիչները, որտեղ այդտեղ ունենք փաստաբանական գաղտնիք եւ առնչվում է մի շարք վստահորդների շահերին։ Եվ բացի այդ, ուրեմն այդ ձերբակալման գործընթացը մեղմ ասած տպավորություն էր հաշվի արդարի, որը որ եւս ընդունելի չէր, եւ այս առումով ակնհայտ էր, որ փաստաբանի կարգավիճակով նաեւ որոշակի առումով պայմանավորված իրականացվում է այդ գործողությունը։ Եվ վերջի դեպքը մի քանի օր առաջ այսպես տեղի ունեցավ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի հետ էր կապված, վերջինս իրականացնում էր մասնագիտական գործունեություն եւ այդ մասնագիտական աշխատանքի, իրավապաշտպան աշխատանքի առաքելության շրջանակներում նա բերման է ենթարկվում, այնուհետև կալանավորվում է, կիրառվում է խափանման միջոց, որը առհասարակ անհամատեղելի եւ հաշվի չի առնում փաստաբանի կարգավիճակը։ Բացի այդ հաշվի չի առնում ձերբակալելիս, որ նա իրականացնում էր մասնագիտական գործունեություն, եւս սա միջամտություն է մասնագիտական գործունեության, եւ այսպիսի միջամտություններ է տեղի ունենում փաստաբանների նկատմամբ, որը որ փաստաբանների պալատը, փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, փաստաբանների պալատի խորհուրդը անընդունելի եւ դատապարտելի է համարում։ Այս առնչությամբ ես արդեն իսկ պատրաստել ենք մենք համապատասխան նամակներ միջազգային կառույցներին եւ հետեւողական ենք լինելու, որպեսզի այդ խախտված իրավունքները ուրեմն նախ վերականգնվեն եւ շարունակելի չլինեն այս հանգամանքները։